Եթե Հայաստանում հնարավորություն ունենայիք մի բան փոխելու, ինչը կփոխեիք։ Այ ես ֆանտազիոր չեմ, Ազի ջան, ոչինչ հնարավոր չի փոխել, ոչինչ։ Չեմ կարող ասել։ Ինչ-որ բան չկա, որը ձեզ անհանգստացնում է, կուզեիք փոխել։ Չեմ կարող ասել, պետք է երկար մտածել։ Ամեն ինչ պետք է փոխել, անկեղծ, եթե ուզում եք ասել, ամեն ինչ։ Որ այս հայ ազգը լավ ապրեին, հայտի։ Այս վարկերը մի քիչ են թեթևացնեին տոկոսները, ճիշտ ասած շատ ահավոր։ Կփոխել ժողովրդի բնավորությունը, մի քիչ բարի լինեն։ Այդ բարիությունը կապված է մարդիկ մի քիչ ժպտերես լինեն։ Բայց քանի որ քաղաքականությամբ են բոլորը զբաղված, ես ումա թե միջև մեր խաղաղության հարցը չլուծվի, Արցախի հարցը չլուծվի, չգիտեմ, բառեր չեմ գտնում, էլ ինչ կարամ ասեմ, բայց ամեն ինչը ազդում է մարդկանց, այս շինարարությունը, վրոյ բարի փոխում է արվում, բայց բարի փոխումը կապտակավոր չի երևում, մենակ ավ առողջապահությունը ինչ-որ թոշակառուների մասով, բայց ուրիշ մարդիկ ինչ-որ սպասում են, ինչ-որ վտանգի, թե ինչ վտանգ չեմ կարող ասեմ, ես ինքս Արցախից եմ, մինչև մենք չվերադառնանք մեր հայրենիք, ինձ ումա թե չեն կարա ինչ-որ բաներ խոսանք, էլ ինչի մասին կարամ խոսանք, բարեփոխումը էտ է։ Եթե Հայաստանում մի բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կփոխեիք։ Մարդկանց հոգեբանությունը։ Պետք է կփոխել ինչ-որ լավ կլիներ այդ։ Չգիտեմ, ճիշտն ասած։ Ինձ համար ամեն ինչ լավ է հիմա։ Տենց ասեմ։ Եթե իմ փոխելու կարողությունը լիներ մարդկանց մոտեցումը նախ իրար նկատմամբ իշխանությունների, ամեն դեպքում մեր իշխանություններն են ընդունում ենք, չենք ընդունում, եթե կարողանայի փոխել։ Ախր մի բան չի։ Դժվարանում եմ ասել, որովհետև ինչ էլ ասեմ, դա իմ կողմից ինչ-որ չգիտեմ։ Բայց չկա ինչ-որ բան, որը ավելի շատ է անհանգստացնում մյուսների համեմատ։ Ինձ անհանգստացնում է ավելի շատ ընդհանուր մեր ազգի մեջ տարածված անտարբերություն իրար հանդեպ, որը հասկանալի է, ունի պատճառներ, անկասկած։ Նույն սկսած գիտենք, ասենք, թե պանդուս են անում, ասում եմ, սարքողին բերես նստացնես, որ գնա տեսնեմ, չէ, էլի, ավելի ճիշտ կարել է, նման բաներ։ Բայց ասում եմ, ես ժամանակի մայրս ղեկավարության մեջ աշխատել, չափազանց դժվար հաց է, ու դա կախված չի մենակ, ով է վերևը, ինչ է որոշում, ամեն մեկը քչում է ստեղ մի քցի, տարնդեղ, եթե տենց ես անում, դու ուրիշից բան պահանջելու իրավունք չունես։ Ու այդ թեմայով նման մոտեցում։ Եթե հնարավորություն ունենայիք Հայաստանում մի բան փոխելու, որը կլիներ դա։ Որը Նիկոլ Փաշինյանին առաջինը կփոխեի ու վերջ։ Նիկոլ Փաշինյան։ Հայաստանում դե փոփոխություններ, հա, թեթև դեպի լավը։ Դե բնական է, բայց դժվար դեպի։ Ես նայում եմ դեպի լավն է, եթե ասենք միանգամից փոխելու ոչ մի բան չէր լինի։ Չկա մի բան, որը ձեզ անհանգստացնում է, կուզեիք փոխել։ Դե ընդդիմությունն է, որ կա էդի չլներ։